Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում Նարեն վերջնականապես որոշել է, որ չի կարող հանգիստ ապրել, չբացահայտելով իր հորաքրոջ՝ Լալայի ճակատագիրը։ Նա այլևս պատրաստ չէ հաշտվել անցյալի խավար էջերի հետ, որոնք այդպես էլ բաց չեն եղել իր համար։ Չնայած նա ոստիկան չէ, չունի հատուկ կարողություններ կամ կապեր, բայց գիտակցում է։ Ապրում է 21-րդ դարում, որտեղ երբեմն մի սմարթֆոնն էլ բավական է որոնողական աշխատանք սկսելու համար։ Եվ հենց այդպես էլ անում է։ Նարեն նստում է իր հեռախոսով, սոցիալական ցանցերում փնտրելու Լալայի անունով լուսանկարներով հնարավոր տեղակայմամբ։ Նրա քայլերն արդեն նպատակաուղղված են։ Նա իր մտադրություններով կիսվում է մոր Անիկի հետ։ Մայր ու դուստր նստած են, զրուցում են, ու զրույցին զուգահեռ Նարեն որոնում է հորաքրոջ անունը տարբեր հարթակներում, փնտրում մարդկանց, ովքեր կարող են նրան ճանաչել կամ կապ ունենալ։ Բայց Անիկը հանգիստ չէ։ Նա վախենում է, որ այս ամենը կարող է մեծ վտանգ բերել իրենց ընտանիքին։ Անիկը փորձում է համոզել դստերը հետ կանգնել այդ մտքից, ներկայացնելով դա որպես ռիսկային ու վտանգավոր քայլ, բայց Նարեի վճռականությունը կոտրել հնարավոր չէ։ Մինչդեռ Սոնան հաջորդ առավոտ հիշում է մի կարևոր բան, որը մոռացել էր նախորդ օրը փոխանցել Հայկին։ Նարեն իրեն խնդրել էր ասել, որ Միքոն, Հայկի եղբայրը, վերադարձել է Հայաստան և նրան գյուղում նկատել է ինչ-որ մեկը։ Երբ Սոնան հայտնում է դա, Հայկը մի պահ շշմում է։ Նրան անհասկանալի է դառնում եղբոր պահվածքը, ինչպես կարող է Միքոն վերադառնալ հայրենիք ու այսքան կտրուկ խզել կապը իր միակ հարազատի հետ։ Սակայն նա հասկանում է նաև, դա ոչ մի կերպ չի արդարացնում նրա լռությունը։ Սոնան նաև բացատրում է, թե ինչու է այս տեղեկությունն այդքան ուշ փոխանցում։ Նախորդ օրը իրավիճակն այնքան լարված էր, ու Հայկն այնքան բարկացած էր իր վրա Վռամի տուն ներս մտնելու համար, որ նա պարզապես մոռացել էր տեղեկությունը։ Հայկը, որ սկզբում զայրանում էր քրոջ վրա, հիմա մի պահ մոռանում է զայրույթն ու սկսում կենտրոնանալ եղբոր հետ եղած տարօրինակության վրա։ Մյուս կողմից Նարեն հայտնվում է հոգեբանական բարդ դրության մեջ։ Նա արդեն հաստատ գիտի այն ճշմարտությունը, որ այնքան երկար ժամանակ խնամքով թաքցրել էր իր հայրը։ Նա այլևս չգիտի ինչպես մոտենալ այդ մարդուն, ով իր կյանքում մշտապես եղել է օրինակ, ուժ, խարիսխ, բայց հիմա այդ խարիսխը փլվել է։ Նա պարտավորված է ճշմարտությունը ցույց տալ հենց Սաքոյին։ Նա անկեղծորեն փորձում է բացատրել հորը, որ իր համար անսահման ծանր է եղել գիտակցել, որ ամենաշատ վստահելի մարդը, հարազատ հայրը, իրականում թաքցրել է ամենամեծ հանցանքը։ Սաքոն փորձում է նորից իշխանության դեր խաղալ, հանդես գալ որպես խիստ հայր, որն ունի իր օրենքները։ Նա նույնիսկ փորձում է վախ ներշնչել Նարեին, սպառնալով, փորձելով վերահսկել, բայց Նարեն այլևս այն փոքրիկ աղջիկը չէ։ Նա ձայնն ուժեղացնում է, բայց պահպանում իր արժանապատվությունը, հասկացնելով, որ ինքը չի վախենում, այլ պարզապես մինչև սրտի խորքը հիասթափված է։ Սաքոն մնում է լուռ, ասելու բան չունի։ Նա գիտի, որ Նարեն հիմա տեսնում է իրեն իրական լույսի ներքո, ոչ որպես հայր, այլ որպես մարդ, ով տարիներ շարունակ կոծկել է մի ամբողջ ընտանիքի դժբախտության պատճառը։ Հարգելի հետևորդներ, ինչպես կվարվի Սաքոն, երբ հասկանա, որ Արմոն Նարեին պատմել է ողջ ճշմարտությունը, գրեք մեկնաբանություն։